եթերում թերթելով պատմության էջերը հաղորդաշարն է, ավելի ստույգ 11-րդ թողարկումը, բարև ձեզ։ Եվ այսպես 1992 թվականի ամենասկզբներին մեր նորանկախ հանրապետությունն ունեցավ իր օրենսդրական և գործադիր մարմինները, որոնց վրա էլ ընկավ երկիրը կառավարելու բեռը։ Անշուշտ չափազանց ծանր էր այդ բեռը, պատերազմ էր, ցուրտ, խավար, սովալուկ մանուկներ, որդեկորույս մայրեր, բայց պետք էր դիմանալ ու դիմակայել, այլ ընտրանք չկար։ Ստեփանակերտի Արվարձան կրկժանում շարունակվում էին դեռ 91-ի դեկտեմբերին սկսված մարտագործողությունները։ Այնտեղ ազերիները իշխող դիրք ունեին, լավ խրամատավորվել էին և պարբերաբար գնդակոծում էին հայկական թաղամասերը, մայրաքաղաքը։ Ասենք Ստեփանակերտը որտեղից միայն չէր արկակոծվում, Մալիբեկլույից, Խոջալույից, Ջանհասանից և որ ամենասարսափելին էր Շուշիից, իսկ ավելի ուշ Աղդամից։ Անհրաժեշտ էր ոչնչացնել հակառակորդի այդ և մյուս կրակակետերը, որոնք մահ էին սփռում ամբողջ Արցախում։ Եվ ահա հունվարի 20-ին հայ ազատամարտիկներին հաջողվեց վերջնականապես լռեցնել կրկժանում տեղակայված թշնամու կրակակետերը։ Հունվարի 26-ը մեր ազատամարտի պատմության մեջ մտավ Քարին տակի հերոսամարտ անվամբ։ Ամիսներ շարունակ Քարին տակը գտնվում էր պաշարման մեջ։ Ազերիներն ամեն օր Շուշիի բարձունքից կրակ էին թափում գյուղի գլխին, համոզված, որ գյուղի պաշտպանները ստիպված կլինեն հանձնվել կամ լքել իրենց օջախները։ Սակայն Քարին տակից ոչ ոք չհեռացավ։ Այդժամ թշնամու կանոնավոր բանակը որոշեց գրոհով գրավել գյուղը։ Վաղ առավոտյան նրանք անցան հարձակման, նույնիսկ հասան գյուղի ծայրամաս, սակայն ստանալով հուժկու հակահարված, ծանր խայտառակ պարտություն կրեցին։ Քարին տակի հերոսամարտը հավաստեց մեր ֆենոմենը, որը հետագայում հաստատվեց բազմաթիվ այլ օրինակներով։ Այդ թե ռազմական, թե բարոյական մեծ հաղթանակը կռվեց ինչպես քարինտակցիների, այնպես էլ հարևան գյուղերից, Ստեփանակերտից, Հայաստանից այստեղ եկած ազատամարտիկների անձնուրաց սխրագործությունների շնորհիվ։ Հիշում եմ, նրանցից մեկի սզնեկցի Գրիշիկի դին բերել էին Ստեփանակերտ, հենց մեր շենքում ապրող բարեկամի տուն, մինչև ծնողները գյուղից գան ու տանեն։ Երբ հաջորդ օրը դագաղը դնում էին մեքենայի մեջ, Գրիշիկի հայրը, ինձ ծանոթ ուսուցիչ Արտո Միքայելյանը, կուլ տալով դառնաղի արցունքները դիմեց հավաքվածներին. «Ժողովուրդ, ես չեմ սգում, որովհետև իմ որդին զոհվեց Արցախի ազատության համար, դուք էլ մի լացեք, այլ հպարտացեք, որ ունենք այսպիսի զավակներ»։ Դա պարզապես ցնցող էր։ Ցնցող էր նաև հետևյալ պատմությունը։ Քարինտակցի Արամիսի մորը ազերիները սպանել էին գյուղամիջում, երբ նա հրացանը ձեռքին շտապում էր գյուղը պաշտպանող տղերքին օգնության։ 10-12 տարեկան որդին, համոզվելով, որ մորը սպանել են, սուք ու շիվան չի արել։ Անմիջապես մոր ձեռքերից պոկել է հրացանը և արել այն, ինչ մայրն էր ուզում անել։ Քարին տակը մեր հպարտությունն է, եթե կուզեք, մեր լինելիության ու հարատևության խորհրդանիշը։ Եթե մեզանում հերոս քաղաք կամ հերոս գյուղ կոչում լիներ, եթե ոչ ամենաառաջինը, ապա առաջիններից մեկը Քարին տակը կարժանանար դրան։ Զարմանում ես, ինչպես է կամավորականների փոքրաթիվ ջոկատը ջախջախել թվականակով մի քանի անգամ գերազանցող կանոնավոր բանակին, բայց թերևս զարմանալու բան չկա, բացատրությունը մեկն է, մեր ֆենոմենը։ Եվ այսօր ի պատիվ մեր քույրերի ու եղբայրների գյուղում կանգնեցված է ահա այս հոյակերտ հուշարձանը,
որպես այն ճակատագրական ու հերոսական օրերի առհավատչա։ Կրվում և ձևավորվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական բանակը։ Տարերայնություն, ինքնագործունեություն այլևս չկար, կային դասակներ, վաշտեր, գումարտակներ, գնդեր, հրամանատարներ և շարքայիններ, ինչպես ընդունված է իսկական բանակում։ Եկանք ցեխի։ Դեպս, ամիշապես շորացավ, է։ Դեպն հավաքրից կնամ, հանդը ստան։ Եվ բանատ ես տաղավիդի չիրանովյան, շուտ, ծածկոս կուվետրա։ Ուգով մոտացվեց, Տեսնա վախսկրեց։ Бегом, как сказал по пятеркам. Первая пятерка, Юра. Пятерка, пятерка, разрешишь, бегом, все бегом делать. У нас гачик ландимер, вот так, ландимер, то у нас тут араш. Ամը մարդի, ամը մի սալդատի, չնայած մեր գուրուպա, մեր զվոդու, մի մեր նաչենի, հողը մտև էսա, ասես հապրացես, հող ես տիյորսոր, մսես տի, մուքսադադան եք կռվա, ասես պենին հետ, մեր հողը կյազատություն տստի, մեր կնան եք, մեր ազգը, մեր ծուխ, մեր Что вы сейчас самое главное пытаетесь объяснить своим бойцам? Самое главное, я моим бойцам хочу объяснить, что вот сейчас мы боремся только за справедливое дело. И это знает весь мир. Мы вот и то должны умереть, но все равно защитить то, что дано нашими дедами, нашими отцами. Это самое главное, и эта задача стоит перед моими бойцами. Փետրվարին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար նշանակվեց Արկադի Տեր-Թադևոսյանը, հանրահայտ կոմանդոսը, որն այդ պաշտոնում փոխարինեց Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արկադի Կարապետյանին, վերջինս անցավ այլ պատասխանատու աշխատանքի, իսկ Պաշտպանության կոմիտեի նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Եվ ահա հրամանատարության և զինանձնակազմի խելացի ու համատեղ ռազմագործողությունների շնորհիվ մեկը մյուսի ետևից լրացվեցին Ասկերանի շրջանի Մալիբեկլու և Ղուշչիլար, Մարտունու շրջանի Ղարադաղլու և Վերին Վեյսալու գյուղերում տեղակայված կրակակետերը։ Այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցինք Ավո անունը, որը եկել էր Սփյուռքից և, ինչպես ասում էին, դարձել թշնամու ահ ու սարսափը։ Մեր տեսադարանի ոսկե ֆոնդում իր ուրույն տեղն ունի Ավոյի հարցազրույցը կամ մտորումները, ինչպես կուզեք, տեսագրություն, որը մենք ձեռք ենք բերել արդեն պատերազմից հետո։ Ուրեմն այսօր Փետրվար 22-ն է, ժամը 3:30-ին հարձակումը սկսավ Վեսալու գյուղ և իր շրջանի դեմ, որ գտնվի Մարտունու շրջանի դեմ Արցախի մեջ,
Եվ այս տեղը մոտ 3 ամիս առաջ իրենք գրաված էին քինի կորձարան եւ սորենի բահեսմը, որ ճշմա ավելի վեր գտնվեր, շատ կարևոր էր շրջանի տնտեսության համար։ Հիմա ուրեմն 3:30-ին հարձակումը սկսավ, հիմա ժամը 4:40 է եւ արդեն մոտ 4 ժամ է քյուլի մեջ միայն հայերը կան, այսինքն գրծան ագադել այս քյուլը։ Այս 10 օրվա մեջ բազմաթիվ այսպեսի հարձակումներ եղան, առաջինը եղավ Մալիբալի դեմ Ստեփանագերտի շրջան եւ նորեն հայերը գրծան հատողին եւ երկրորդ եղավ Քարադալուի մեջ ամսուն 17-ին եւ ասի երրորդն է աս 10 օրվա մեջ բայց պետք է շեշտենք, որ թե մեծ վտանգ կա, որ այս քյուլը օրինակ ետ գործընծնենք, քանի որ պետք եղած ծանր զենքեր չունենք, ընդամենը աս զենքեր ունենք, եւ եթե ցայնը նոր լցեցիր ետևը, չեմ կեր եթե ցայնը կրվեց վրան, բայց տնտանոթի ցայն ելավ, իրենք գզարնեն, որ ջարդար քյուլ, որ ետև կգտնվի, հայկական քյուլ մնենք, եւ այս ամփոփ շաբաթ Ստեփանագերտի վրա ծանր ռուպագոցում կա գրադով եւ այլն։ Այնպես որ այս քյուլ բահելը կամ չի բահելը դակավին հարցական է։ Անշուշտ մարդիկ պիտինեն այն ինչ որ պետք է ընեն որպեսզի բահեն, բայց դեր այնքան կործեր կա մեր թիմացը եւ բادرազմը այնքան փարտացած է, այսինքն ավելի ծանր զենքեր կկործածվեին եւ այլն, որ շատ ավելի մենք պետք է զինվենք։ Վերջին մեկ շաբաթվա մեջ իրենք սկսած են ուղղաթիռներով մեզի զարնել, բادرազմական ուղղաթիռներ զարգած են Մարտունու քաղաքի մեկ թիրքը 2 անգամ, ետևի 2 տարբեր օրեր, զարգած են Մարտագերտի շրջանը, զարգած են Ստեփանագերտի մոտ մեկ քյուլ, ինչպես նաև Հայաստանի Գորիս շրջանի Խնձորեսկ եւ Գորնիքսոր քյուլերը։ Ուրեմն մեզի պետք են հագաօտային զենքեր եւ հագահրասայլային, հագազրահային զենքեր մանավանդ։ Եվ եթե այս բաներ ըլլան, վստահ ենք, որ կրնանք այս ամբողջ Արցախը վերամիացնել Հայաստանին։ Անգեի վստահ ենք, միայն եթե զենքեր ըլլան։ Հերթը Խոջալույինն էր, որը ոչ միայն ուժեղ հենակետ էր, այլև արտաքին աշխարհի հետ կապող մեր միակ պորտալարի օդային կապի խոչընդոտը։ Եվ պարտադիր կերպով պետք էր վերացնել այդ արգելքը եւս, բայց այդ մասին մեր հաջորդ թողարկման ժամանակ, իսկ այսօր ես հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Առայժմ